Հունվարի 27-ին հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սպաներ, падգամավորներ, նախարարներ եւ զինվորականներ կայցելեն Եռաբլուր զինվորական պանթեոն։ Ինչպես երևում է 24 News-ի մեր գործընկերների կադրում, մինչ Փաշինյանի այցը վաղ առավոտից ոստիկանական ուժեր են բերվել պանթեոն։ Լրագրողների մուտքը սահմանափակվել է։ Օրեր առաջ նախագահ Վահագն Խաչատուրյանի ստորագրությամբ հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր եւ այսուհետ կլինի ոչ աշխատանքային։ ԱՄՆ-ն Հայաստան է արտաքսել մի խումբ քաղաքացիների։ Ըստ մամուլում տարածված տեղեկությունների Boeing 767-300 ինքնաթիռը հատուկ չվերթով Երևան է ժամանել։ Հայաստան տեղափոխելով հարկադիր վերադարձի ենթարկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Ներքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկությունը, նշելով, որ այժմ ընթանում են նրանց իրավական կարգավիճակի պարզման եւ փաստաթղթավորման աշխատանքները։ Երևանում վայրեջքից հետո նույն օդանավը եւս 40 արտաքսվածի է տեղափոխել Ուզբեկստան, ինչը Դոնալդ Թրամփի վարչակազմի հայտարարած լայնածավալ միգրացիոն գործընթացի մասն է, որոնց արդյունքում երկրի տարածքից արդեն իսկ հեռացել է շուրջ 3 միլիոն միգրանտ։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանը տնային կալանքում առաջին անգամ հայտարարություն է տարածել։ Ըստ նրա, անցած ամիսները բացահայտել են մեջբերում իշխող փոքրիկ խմբակի տապալումը եւ ապացուցել, որ հայի ոգին ու հավատը հնարավոր չէ կոտրել։ Ըստ Կարապետյանի, գործող իշխանության միակ նպատակը ամեն գնով ղեկին մնալն է, անտեսելով ազգային ու պետական շահերը, սակայն հետևողական աշխատանքի եւ հասարակության համախմբման միջոցով հնարավոր է թույլ չտալ դա։ Ազգային բարերարը վստահ է, որ գալիք ընտրությունները պետք է դառնան հայրենիքի վերածննդի սկիզբը, երբ մեջբերում երկիրը մեկ մարդու խաղալիքից կվերածվի տաղանդավոր հայերի առաջնորդած պետության։ Սամվել Կարապետյանը հայտարարությունն ավարտել է վստահությամբ, որ ժամանակը մոտ է եւ հարատև խաղաղության պայմաններում Հայաստանը շատ արագ վերածվելու է ապահով զարգացած երկրի, ինչն անելու են մեր ձևով։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է եւս մեկ ամսով։ Միևնույն ժամանակ դատարանը վերացրել է Սրբազանի նկատմամբ կիրառված բոլոր տեսակի սահմանափակումները։ Իսկ ընթացքում պաշտպանական կողմը Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին քրեակատարողական հիմնարկում մեկուսացնել է, անվանել է ոչ թե խափանամիջոց, այլ պատիժ, հաշվի առնելով նրա հոգեվոր կարգավիճակը։ Պաշտպանը մեղադրանքն անվանել է շինծու եւ ընդգծել, որ նույնիսկ սպանության մեջ մեղադրվողների նկատմամբ երբեմն կիրառվում են այլընտրանքային միջոցներ, մինչդեռ Սրբազանին պահում են անազատության մեջ։ Պաշտպանական կողմը դատարանի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ նախորդ նիստերին կալանքի ժամկետը երկարաձգվել էր վկաների հարցաքննության անհրաժեշտությամբ, սակայն մեղադրական եզրակացության մեջ որևէ վկա նշված չէ։ Կարգալույս քահանա Ստեփան Ասատրյանը, ում հարցազրույցից հետո մեղադրանք էր առաջադրվել Արագածոտնի թեմի առաջնորդին, եւս ներկա էր դատական նիստին։ 2020 թվականին Այսինքն նոյեմբերի ադրբեջանական կալանքից հունվարի 14-ին Հայաստան վերադարձած Գևորգ Սուջյանը, որը գերեվարվել էր դեռևս 2020 թվականի նոյեմբերին, առաջին անգամ մանրամասներ է պատմել Բաքվի բանտում անցկացրած տարիների շինծու դատավարությունների մասին։ Facebook-յան ուղիղ եթերի ժամանակ Սուջյանը պատմել է, որ հենց սկզբից ադրբեջանի պաշտոնյաներն իրեն անկեղծորեն խոստովանել են, որ իր բանտարկությունը որևէ կապ չունի հանցանքի հետ։ Բոլոր դատերը տեղի ունեցել ապօրինի առանց հիմքերի բռնի մարդկանց դատել են նույնը ես։ Ես դատարան եմ գնացել, ես ոչ փաստաբան եմ տեսել մինչև դատարան, ոչ ծանոթացել եմ այն մեղադրանքի հետ, որը ինձ առաջադրել են։ Ոչ մի բանի հետ ես ընդհանրապես ոչ ծանոթացել ոչ տեղում։ Աչքերս կապած տարել են, մցրել են դատարան, դատարանում իրենց խոսքը ասել են, հաշվի չեն առել մեր խոսքը ընդհանրապես։ Բերել գցել են խուց, նորից դատարան, սռոկը տվել են, պատժաչափը իրենց մտածելով ու բերել են նորից խուց։ Այսքան ամբողջ ընթացքը ես պայքարել եմ, ես ասում էի, եկեք մի փաստ ցույց տվեք, ապացուցեք իմ մեղքը, ես տղամարդ եմ ու կկրեմ իմ պատիժը, ես կնստեմ առանց որևէ ցեն հանել, կնստեմ խելոք, սուս փուս, 15 տարի։ Ասում են, հա, դու մեղք չունես, բայց պետքա մնաս, որովհետև պետքա ձեր պետության հետ մենք լուծենք հարցեր։ Մեզ պետքա, որ քեզ սռոկ տանք, դու նստես այնքան ժամանակ, քանի դեռ հարցերը չի լուծվել։
Հույս ունեմ Հայաստանից դեպի Ադրբեջան էլ արտահանում կլինի։ Մինչ Հայաստանը շարունակում է քննարկել, թե ինչ ապրանքներ կարելի է արտահանել Ադրբեջան, վարդ, լոլիկ, թե այլ ջերմոցային ապրանքներ, հարևան երկրի պետական մաքսային կոմիտեն հայտնել է, որ միայն 2025 թվականի ընթացքում Ադրբեջանը Հայաստան է արտահանել մոտ $800,000 արտադրանք, իսկ մեր երկիրը նույն ժամանակահատվածում անգամ $1 ապրանք չի արտահանել Ադրբեջան։ Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը երրորդ երկրների քաղաքացիների համար առաջին հերթին կհանգեցնի տուրիստական հոսքերի ավելացման եւ ծառայությունների ոլորտի աշխուժացման։ Այսօր Մարգարա անցակետում շրջայցի ժամանակ հայտնել է մեր երկրի էկոնոմիկայի նախարարի տեղակալը, շեշտելով, որ սահմանի բացումը կարող է ունենալ արագ գործնական եւ դրական ազդեցություն տնտեսության վրա։ Փոխնախարարի համոզմամբ, քանի որ Հայաստանը ծովային ելք չունեցող երկիր է, սահմանների բացումը կօգնի տնտեսվարողներին կրճատել տրանսպորտային ծախսերը, կարճացնել մատակարարման շղթաները եւ ընդլայնել շուկաների հասանելիությունը։ Ըստ փորձագիտական ուսումնասիրությունների, ակնկալվում է ներդրումային հոսքերի ծավալի շուրջ 20% աճ, թե Հայաստանում եւ թե ողջ տարածաշրջանում։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն մասնակցելու գերատեսչության 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանը։ Փաշինյանին դիմավորել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Քննարկվել են Պաշտպանության նախարարության առաջիկա ծրագրերը, առաջնահերթություններն ու զարգացման հիմնական ուղղությունները։ Ռուսական ստորաբաժանումները սկսել են զրահատեխնիկայի դուրսբերումը Կամիչլիի ռազմակայանից, նախնական տեղեկություններով տեղափոխելով այն Լաթաքիա։ Ըստ որոշ քրդական տելեգրամյան ալիքների, Հայաթ Թահրիր ալ-Շամ խմբավորման գրոհայինները օգտվելով Սիրիայի դեմոկրատական ուժերի նահանջից, Ռաքայում ազատ են արձակել իսլամական պետության հազարավոր ահաբեկիչների եւ լայնածավալ հարձակումներ ձեռնարկել Քոբանիի եւ հարակից շրջանների ուղղությամբ։ Իրավիճակն ավելի է սրվում Միացյալ Նահանգներից հնչող հայտարարությունների ֆոնին։ Վաշինգտոնի նախկին պաշտոնյաները բացահայտ հայտարարում են Վաղեմի դաշնակից քրդերի հետ համագործակցության սոսկ մարտավարական եւ ժամանակավոր բնույթի մասին, հրաժարվելով նրանց պաշտպանել նոր ձևավորվող կառավարական ուժերից կամ Թուրքիայից։ ԱՄՆ ռազմածովային ուժերի հաղորդմամբ Աբրահամ Լինկոլն ավիակրի հարվածային խումբը ժամանել է Պարսից ծոց, էապես ուժեղացնելով Միացյալ Նահանգների ռազմական ներուժը տարածաշրջանում։ Չնայած Վաշինգտոնի կոշտ ռետորաբանությանը տարածաշրջանի երկրները, այդ թվում Միացյալ Արաբական Էմիրությունները, հրաժարվել են իրենց տարածքը, ջրերը կամ օդային գոտին տրամադրել Իրանի դեմ հնարավոր արձակումների համար, կարևորելով պետության ինքնիշխանության հարգումն ու լարվածության նվազեցումը։ Միևնույն ժամանակ Հեզբոլլահի առաջնորդ Նասիմ Քասեմը նախազգուշացրել է, որ Թեհրանի դեմ ցանկացած ագրեսիա կհրահրի համատարած տարածաշրջանային պատերազմ, որին իր կազմակերպությունը պատրաստ է անմիջականորեն միջամտել։ Իրանի շուրջ աճող լարվածության ֆոնին իրաքյան Քաթիբ Հեզբոլլահ խմբավորումը պաշտոնական հայտարարությամբ կոչ է արել հանուն հավատքի մարտնչողներին նախապատրաստվել լայնածավալ պատերազմի՝ ի պաշտպանություն Իրանի եւ ընդդեմ վերջինիս դեմ ուղղված դավադրությունների, զգուշացնելով, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները հեշտ հաղթանակ չեն լինելու։ Կազմակերպությունը հորդորել է դիմադրության առանցքի մարտիկներին պատրաստ լինել նահատակության, հատկապես եթե հոգևոր առաջնորդները սրբազան պատերազմ հայտարարեն։ Ավելի վաղ իրաքյան ուժերը պատրաստակամություն էին հայտնել աջակցելու Սիրիայի քրդերին իսլամական պետության դեմ պայքարում։ Կադրերում ձերբակալում են Անապայի մի բնակչի, որը փորձել էր 1.5 միլիոն ռուբլով մարդասպան վարձել զարմիկին ու նրա կնոջը սպանելու համար։ Պատճառը ժառանգությունն է եղել, որը տղամարդը չի ցանկացել իրենից բացի եւս 2 հոգու միջև բաժանել ու որոշել է վերացնել հարազատներին։ Քիլլեր փնտրելու ընթացքում նա հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում եւ որպես վարձու մարդասպան տղամարդու հետ կապի է դուրս եկել ոստիկանության սպան։ Սպանության պատվիրատուն հատուկ պայման է դրել։ Սպանությունը պետք է նմանեցվեր ավազակային հարձակման։ Նա կեղծ մարդասպանին փոխանցել է զոհերի հասցեն, անհրաժեշտ տեղեկությունները եւ կանխավճարը։ Որոշ ժամանակ հետո տղամարդը ստացել է բեմադրված լուսանկարներ, իբրև հարազատները սպանված են եւ պայմանավորվել են գումարի մնացած մասը ստանալու համար հանդիպել։ Այդ պահին էլ նրան ձերբակալել են իրավապահները։